Պարաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն պարոն Խաչատուր Ներկարարյանին, համեցեք, պարոն Ներկարարյան, մեր բանախոս և Պարաֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ֆելիքս Ահարոնյանին, համեցեք, պարոն Ահարոնյան, մեր երկու բանախոսները մեզ հետևում են առցանց, Կարիկ Իսրայելյան, Ստարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Վալերի Համբարյանը, Գերմանիայի Շիլերի անվան Յենայի համալսարանի աստղադիտարանի գիտաշխատող և հարգարժան Արամ Սահարյանը, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ակադեմիկոս, Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր։ Համեցեք։ Ակտիվացիոն դույթերից սկսել, առաջին հարցը, որ ես կխնդրեի ձեզ մեկնաբանել, հետևյալն է, ձեր կարծիքով, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքով, ինչ առավել նշանակալի արդյունքներ են գրանցվել աստղաֆիզիկայի ոլորտում վերջին, ասենք, 20 տարիների ընթացքում։ Ուզում եմ ասեք ձեր կարծիք։ Սկսենք պարոն Ահարոնյանից։ Շատ արագ էր հարցը, պետք է մտածել, բայց իմպրովիզացիան կարող եմ աշխատել ասել։ Երևի հեշտ է կամտածել, բայց հեշտ է երևի գնալ Նոբելյան մրցանակակիրների վերջի 20 տարվա ասպարեզում աստղաֆիզիկների ստացած լավիաների աշխատանքների մասին։ Առաջին որ գալիս ու միտքս դա էներգիան է, որը բավական հակասական կաղապար է, հակասական մինչև վերջ համաձայն երևի Նոբելյան մրցանակի մեջ նա եզակի դեպքերից մեկն է, որ կոնսենսուս չկա։ Մինչև ման հասկանալի ժամանակի տասնիկ պարզվեի չէ, բայց ամենայն դեպս համարում է շուրակում արդյունքներից մեկ աստղաֆիզիկայում։ Երկրորդը ընդհանրապես պրոբլեմ չի, դա գրավիտացիոն ալիքների վերաբերումն է, որի երկար է սպասվում։ Հիմնականում ամենաներջերների նեյտրոնային աստղերի և նեյտրոնային աստղերի ոչների բախման հետևանքով առաջացած գրավիտացիոն ալիքների մասն է խոսքը։ Երրորդը սև խոռոչների ասպարեզում արված աշխատանքներն են, դա Պենգրոզի իդեալ նաև նույնիսկ գրավիտացիոն ռադիուսի ներսում կարող են տեսնել, որոնք կարող են տեսնել պրոզիպորացներ և միաժամանակ երկու հոգի ստացել են վերնա ապացելով, ապացել այստեղ հարաբերական է, շատ ուժեղ էվիդենս կա, որ գալակտիկայի կենտրոնում գտնվում է սև խոռոչը։ Սև խոռոչը դա կլասիկ սև խոռոչ չի, ոնց որ գալակտիկաները, որտեղ ակտիվությունը ահավոր մեծ է, և իդեալ սև խոռոչներից սկսվել է նրանց, որ պետք է ապահովեն ակտիվությունը։ Մեր գալակտիկայի կենտրոնում սև խոռոչը շատ թույլ է։ Իր մասսայի համարձակված կոչվում է Սավետիկտրոն 10-5, 10-8 մակարդակի վրա է գտնվում ակտիվությունը, չնայած պատահել նույնիսկ ակտիվանա։ Աշխատանքի իդեալն է, որ շատ մեծ ճշտությամբ, մեծ տելեսկոպների օգնությամբ կարողանում էին տեսնել կոնկրետ սպეციფիկ աստղերի տրայեկտորիաները, որը պատտվում էին գրավիտացիոն դաշտի կողքը և այդտեղից ենթադրում է, որ դա պետք է սև խոռոչ։ Շնորհակալություն, պարոն Ահարոնյան։ Եկեք շարունակենք այս հարցի պատասխանը ըստ ցուցակի։ Պարոն Իսրայելյան, դեր արձագանքը։ Անշուշտ ես համաձայն եմ Ֆելիքս Ահարոնյանի հետ գրավիտացիոն ալիքների
երկու բան շատ հետաքրքիր էր, որ 2010-19 թվականներին առաջի անգամ հայտնագործեցին երկնակալեր, որոնք արեգակնային համակարգությունից դուրս էին, մոտել էին արեգակնային համակարգություն։ Ես չհասցեցի դասել։ Ինչպես։ Ես չհասցեցի դասել։ Ասեք ընտրեք, շարունակեք պարոն Իսրայել։ Հայտնագործեցին առաջի անգամ Միգաստանի տարածությունից արեգակնային համակարգության թափանցած երկու երկնակալեր, Օմանուհանեկ և երկու իր գործով, երկու ագործով կոմետանի։ Բացի դրանից շատ կարևորին ստում է 2009-ից վերջի 20 տարում ուշեցիք, չէ՞։ Այո։ Վերջի 20 տարում 2009 թվականից սկսված մի քանի ուրիսյաներ, օրինակ տեսը Կեպլերը, բազմաթիվ հազարավոր մոլորակներ հայտնագործեցին արեգակնային համակարգությունից դուրս, դա շատ խոշոր ներդրումների հայտնագործվել են արագ ռադիո fast radio burst, շատ արագ բռնկումներ ունեցող օբյեկտներ ռադիոյում, FRB-ներին կոչվում, դրանք են նոր հայտնագործություններ և հիմնականում դրանք են, որ կարելի ավելացնել գravitացիոն ալիքներին, մնացածը 20 տարուց ավել են արդեն, վերջի 20 տարում ես դրանք եմ շեի։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է, որ դուք կոնկրետ դիտողական տվյալների հիման վրա եք արել ձեր եզրահանգումները։ Պարոն Համբարյան, դուք ինչ կարծիք եք։ Ես իհարկե համաձայն եմ նշված հայտնագործությունների հետ, բայց ես կուզենայի անդրադառնալ մեկ-երկու խնդիրների, որոնք ֆունդամենտալ նշանակություն ունեն ժամանակակից աստրոֆիզիկայում, նրանք նոր խնդիրներ չեն, սակայն այդ բնագավառում կան որոշակի նորություններ և սահմանափակումներ։ Մեկը դա իհարկե Գայա Արբանյակի գործելու հետ է կապված, որը բազմաթիվ մոտ 2 միլիարդ աստղերի ուսաչափական և աստղաչափական և ճշգրիտ դիտումներ իրականացվեց, և դրա հետևանքով այսպիսի ֆունդամենտալ հարց, ինչպիսին է աստղերի առաջացման նախնական զանգվածի ֆունկցիայի նկատմամբ ունենալ դիտողական և էմպիրիկ, կիսաէմպիրիկ սահմանափակումներ, դա հնարավոր է իրականացնել և կան այդպիսի դա ֆունդամենտալ հարցերից մեկն է աստղաֆիզիկայի, չնայած առնվազն 100 տարեկան խնդիրն է։ Երկրորդ խնդիրը, որ ես կուզենայի նույնպես արձանագրել, որտեղ ևս կան հաջողություններ, իրերի շնորհիվ բազմաթիվ արբանյակային դիտումների, դա նեյտրոնային աստղերի և մագնետարների վիճակի հավասարման վերաբերյալ դիտողական և տեսական որոշակի սահմանափակումների ստացումն է, որը վերաբերվում է այսպես ասած նրանց կոմպակտությանը, զանգված շառավիղ հարաբերությանը։ Այս երկուսը ես կնշեի որպես ֆունդամենտալ պրոբլեմներ, որոնցում կան նկատի առաջընթացներ, հատկապես բազմաալիքային դիտումների, ռենտգենյան դիտումների, արբանյակների և իհարկե Գայա աստղաչափական արբանյակի միջոցով։ Ես բան նշեմ, եթե մենք նկատի ունենք հայտնագործություն, որը հեղափոխական է, մարդկության պատմության մեջ կնշվի և դա ահավոր մեծ բան է, դա իմ կարծիքով վերջի 20 տարում դա գրավիտացիոն ալիքների հայտնագործություններ։ Դա ֆունդամենտալ պատմություն հեղաշրջող հայտնագործություն էր, որը ես չեմ համեմատի ոչ էքզոմոլորակների հետ, ոչ մի բանի հետ։ Դա չափազանց մեծ, որը կարող էր երբեք չլիներ, բայց մեր տեխնոլոգիաների հաշվին Էյնշտեյնի իմիջիալոց կարծում եմ երբեք չեն գտնի, բայց 100 տարի իրենից հետո գտնվեց։ Եվ որևէ կասկած չկա գրավիտացիոն ալիքների հայտնագործման հետ կապված։ Ինձ որպես դիլետանտի մի քիչ զարմանալի է, երբ որ 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ծանր հայելիները տատանվում են ընդամենը ջրածնի ատոմի կեսի չափով, և մարդիկ պնդում են, որ դա
իրականացվել է, հա։ Դուք այնուամենայնիվ ինչու է այդ փաստը այդքան համոզիչ, որ այլևս գիտնականների մոտ որևէ կասկած չի առաջացնում։ Դա լրիվ տեխնոլոգիաների առաջընթաց է, դա ինձ թվում է ես բազմաթիվ հոդվածներ կարդացել եմ այն էքսպերիմենտները, որ արվել են եւ ինչպես, ինձ թվում է այն մոտ կասկած չի առաջացել դրա մեջ, բացարձակապես։ Այլևս որևէ խնդիր աշխարհում այդ հարցիկապակցությամբ չկա, հա։ Կան ամանավան դրանից հետո էլի գտնվեց։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Մինչև Սահարյան։ դա մաքուր էքսպերիմենտալ արդյունք չի, խառնված մոդելավորման հետ։ Այո, Դա իհարկե։ պետք է հաշվի առնել։ Դա մոդելի հիման վրա, որը համապատասխանում է արդյունքներին։ Ձեր ասացի մեջ իմաստ կա, այն իմաստով, որ դա մաքուր դիտողական երևույթ չի։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Սահարյան։ Համեցեք։ Շնորհակալություն։ Իհարկե ես համաձայն եմ նախկին բանախոսների հետ։ Հիմնական նվաճումներից դա տիեզերքի արագացումով ընդարձակման դիտողական գրանցում է եւ ներկայումս նախնդիր է, թե ինչն է դրա աղբյուրը։ Մի տարբերակ էլ կա, որ դա գուցե գրավիտացիայի տեսությունը Էյնշտեյնի տեսությունը չի։ Դա ասում են մոդիֆիկացված գրավիտացիա, այսինքն կարող է մութ էներգիայի կարիք չկա, ուղղակի պետք է գրավիտացիան փոխել։ Իհարկե գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը 100 տարի տեսական կանխագուշակումից հետո, նույնիսկ ինչպես պարոն Իսրայելյանը ասեց, Էյնշտեյնի 30-ական թվականներին իրենք հոդված էին գրել, որ գրավիտացիոն ալիքներ իրականում չկան, դա հետո արդեն այդ հոդվածը համարյա արդեն տպագրվում էր, բայց հետո իրանք հետ կանչեցին այդ հոդվածը, այդ եզրակացությունը արդեն փոխելով։ Ես կավելացնեի մի կարևոր արդյունք եւս դա ռելիկտային ճառագայթման ջերմաշրջանային անիզոտրոպիաների գրանցումն է դիտողական։ Դա հեղափոխություն է տիեզերագիտությունում, որովհետեւ այդ եղանակով մենք տեղեկատվություն ենք ստանում տիեզերքում վիճակի վերաբերյալ, երբ տիեզերքը ընդամենը 380,000 տարեկան էր։ Այսօր տիեզերքը մոտ 14 միլիարդ տարեկան է եւ այդ ինֆորմացիան մեզ կարևոր հետևանքների է բերում տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքի վերաբերյալ։ Ես երկու հարց էլ կուզեի նշեի, ես տեսաբան ֆիզիկոս եմ եւ լավ գիտեմ, թե ինչպես են նոր տեսությունները առաջանում։ Երբ դուք դիտողական փաստեր են գալիս, որոնք հակասում են նախկին տեսություններին, ստիպված ենք արդեն նոր պատկերացումներ զարգացնել, դա քվանտային ֆիզիկաներ, հարաբերականության տեսությունը։ Այսօր կոսմոլոգիայում նման կարծես թե իրավիճակ է եղել։ Այդ մութ էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը այսօր որ քննարկվում էր, դա ստանդարտ մոդել է կոչվում, դա վակուումի էներգիան էր կամ կոսմոլոգիական հաստատունը, որ առաջի անգամ Էյնշտեյնն էր ներմուծել։ Եվ մինչև վերջերս դա բավական լավ համաձայնեցված էր դիտողական տվյալների հետ։ Հաբլի հաստատունի վերջին չափումները ցույց տվեցին, որ երկու եղանակով որոշված այդ թվային արժեքները իրարից տարբերվում են մոտ 5 կիլոմետր վարկյան 1 մեգապարսեկի վրա այդ արժեքով, որը արդեն կարծես թե վիճակագրական սխալից դուրս է։ Այսինքն երկու տարբեր եղանակ էլ, մեկը օգտագործելով ճառագայթումը ռելիկտային, որը գալիս է վաղ տիեզերքից մինչև այսօր, մյուսը Հաբլի հաստատունի անմիջական չափումները։ Դա այսօր անվանում են H0 լարում, անգլերեն H0 tension։ Ինչ մենք պետք անենք, մենք խնդիրն է մոդելը վերանայել։ Լարվածություն։ Այո, շնորհակալություն, այնուամենայնիվ քանի որ նկատի ունեցեք եւ մոդերատորը եւ ներկաները այդքան խորը չեն տիրապետում, թույլ տվեք ինձ մի քիչ պարզունակ հարցեր տալ, մասնավորապես մութ էներգիայի մասին։ Պարոն Սահարյան, դուք նշեցիք, որ քվանտային մեխանիկան եւ այլն փորձերի ճնշման տակ են ձևավորվել։ Ըստ որում քվանտային մեխանիկային փորձերի ահավոր ճնշման տակ է ձևավորվել եւ պահանջվեց տասնյակ տարիներ, ասենք մոտավորապես 5 թվականից մինչև Սևիլյան կոնգրեսը հայտնի 26 թվականին, մինչև ընդունվեց այն ամենահասարակ դրույթները քվանտային մեխանիկայի։ Արդյոք դուք չեք կարծում, որ աստղաֆիզիկոսները մի քիչ շտապում են մութ էներգիայի գաղափարը այդքան խորը նշելու ինտերնետում այդ ահռելի քանակությամբ հեղեղը, որ առաջանում է,
դրա հետ կապված գուցե հնարավոր կլիներ տեղի ունեցող process-ները գոյություն ունեցող ֆիզիկական երևույթների սահմաններում բացատրել։ Ինչ կասեք, պարոն Ահարոնյան։ Ես արդեն ասեցի, դա իսկապես բավական հակասական նույնիսկ Նոբելյան մրցանակը շատ մեծ վեճեր առաջացրեց, որտեղ դա ինտերպրետացիան բավական հակասական է։ Ձեր չի կարելի ընդհանրացնել, որ ընդհանրապես աստրոֆիզիկները Ես այդպես բան չասեցի։ բայց այդ դեպքը ճիշտ էր։ Ես ասացի նույնիսկ գրավիտացիոն ալիքները էլի մաքուր փորձարարական չէ, խառնված էր մոդելավորման հետ, եւ մի հատ էլ ես պետք է նշեմ, շատ կարևոր աշխատանք, որը երևի նորից Նոբելյան մրցանակ ստանաց տերևույթին մոտակա տարիներին, դա այդ այսպես ասած սև խոռոչը միանգամից գրանցելն է, որ գրանցում են գրավիտացիոն շարավիղը, բայց դա էլ լրիվ տեսական փորձարարական չի, էլի խառնված է մոդելավորման հետ, բայց կան օրինակներ, բայց ձեր ինչ որ ասեցիք չի կարելի ընդհանրացնել, հիմնականում հիմնված են էքսպերիմենտալ արդյունքների վրա։ Շատ լավ, եթե խոսում ենք սև խոռոչի մասին, ինչքան ինձ հայտնի է Հոկինգի ճառագայթումն է ուղղակի ապացույցը սև խոռոչի գոյության։ Արդյոք այդ սև խոռոչները, որոնց մասին հիմա դուք խոսում եք հենց այդ նման ճառագայթման հետևանքով է գրանցվել, թե այլ ոչ ուղղակի ճանապարհով, հա, պարոն Սարյան, համեցեք։ Իհարկե, այստեղ Հոկինգի ճառագայթումը այսօր գրանցված չի, դա շատ թույլ ճառագայթում է սև խոռոչների կողմից, Բայց ուղղակի է։ Չէ, դա եթե լիներ ուղղակի կլիներ, բայց ասենք դա այդ ջերմաշրջանը, ասենք արևի զանգվածի սև խոռոչների համար դա 0-ին շատ մոտ է եւ պիսի գրանցում հնարավոր էլ չի այսօրվա պայմաններում, բայց ասենք մեծերի դեպքում էլի ասենք մեծերի չի կարելի, բայց փոքրերը կարելի է։ Դա բերում է նրան, որ ասենք այդ սև խոռոչները շատ փոքր ուղղակի պայթում են այդ անկայունությամբ, այդ ամեն ինչ։ Բայց գրանցումը այսօր սև խոռոչների ուղղակի ոչ ասենք գրավիտացիոն ալիքների ձևով է կրկնակի համակարգերից եւ նաեւ լույսի շարժումով, ասենք մենք այսօրվա տեսությունը ասում է, որ եթե այդքան ձեր փոքր ծավալում զանգված է կենտրոնացված, ապա դա սև խոռոչ է։ Իհարկե դա չի բացառում, որ կարող է մեր տեսությունը այդ լրացման կամ ճշգրտման կարիք ունի այդպիսի մասշտաբներում, դա չի բացառված, բայց որ քննարկում այսօր նայում եք, համարյա համենայն դեպս տեսաբանների մոտ դա կասկած չի առաջանում, որ դա սև խոռոչներ են։ Այսպես ուրեմն փաստորեն մենք կենտրոնացանք սև նյութի, գրավիտացիոն ալիքների եւ սև խոռոչների վերաբերյալ, ինչ կասեն մեր առցանց գործընկերները, պարոն Իսրայելյան, այդ թեմաներով, հավաստիության տեսակետից եւ այլն, խնդրում եմ ձեր կարծիքը։ Ես ճիշտ ասած ավելի շատ զբաղվում եմ աստղային աստղագիտությամբ, սև խոռոչների թեմայով բավական երկար զբաղվել եմ կրկնակի համակարգերի հետազոտմամբ, թե գնահատել սև խոռոչի զանգված իրեն շուրջը պտտվող աստղերի պարամետրերով եւ նաեւ հետազոտելով այն աստղերը, որոնք պտտվում են այդ սև խոռոչների շուրջ կամ նույնիսկ ներնային աստղերի շուրջ եւ մենք նույնպես բավական հետաքրքիր արդյունքներ ենք գրանցել միայն հետազոտելով այն աստղերին, որոնք պտտվում են սև խոռոչների շուրջ, դա իրենց քիմիական անոմալիաներն են եղել, այնպիսի նյութերի ներկայությունը եւ անոմալիաները, որոնք միայն առաջանում են որոշ տիպի գերնորաստերի պայթյունների հետևանքով։ Այսինքն դա նույնպես ինչ որ դիտողական ապացույցներ են, որ այն համակարգերում, որտեղ մենք հիմա կարծում ենք, որ սև խոռոչներ կան կամ անվանում ենք դա սև խոռոչ, գերնորերի պայթյուններ են եղել եւ հատուկ տիպի գերնորերի, որոնք բերել են այդ նյութերի, այդ քիմիական էլեմենտների առաջացման, սինթեզի, ինչ որ քանակությամբ, որի քանակությունը պակասում է ժամանակի ընթացքում եւ այլն, մոդելների միջոցով հնարավորություն է դարձել նույնիսկ գնահատել այդ գերնորերի զանգվածները եւ ինչ որ եզրակացություններ գալ այն աստղերի մասին, որոնք պայթել են այդ համակարգերում, մինչեւ գերնոր առաջացնելը։
Շատ լավ, իսկ ասացեք խնդրեմ, որովհետև դուք ավելի շատ երկնակարերին առաջնություն տվեցիք։ Հիմի մեզ վտանգ չի սպառնում մեր փոքր երկրագնդին, որտեղ ներքին վտանգներն էլ պակաս չեն։ Հա, իմ Տակին վտանգի մասն է։ Այո, ես խոսում եի այն երկնակարերը, որոնք արեգակնային համակարգությունից դուրս են ներխուժել են արեգակնային համակարգ ու բավական մեծ է։ Դե վստահ եմ միլիոնավոր նման երկնակարեր են երևի ներխուժում, ուղղակի շատ փոքր են, շատ հեռու են, իրենց հնարավոր չի գրանցել, բայց այդ երկուսը, որոնք գրանցվեցին, այնքան մեծ էին, այնքան պայծառ էին, որ հնարավոր եղավ դրանց գրանցել։ Երկնակարերի վտանգը միշտ կա, միշտ եղել է, բայց հիմա մոնիտորինգ է գնում, շատ խիստ մոնիտորինգ, մի քանի ցանցեր կան աստղադիտակների, որոնց մեջ մասնակցում է նաև մեր աստղադիտարանը, Tenerife-ում, մոնիտորինգ է արվում երկնակացած երկնակար, որ մոտեկանում է, ինչ որ իրեն պայծառությունն է բնականաբար մենք գնահատում, հետո իրեն շարժումից զանգված է եւ այլն գրանցվում է ու երևի տեսել եք, որ վերջի 20-30 տարում շատ այդպիսի բաներ են, լուրեր են եղել, որ մեկ տարուց կհարվածի, 3 տարուց կհարվածի, բայց դա նրանից է, որ երբ որ հեռու են, պարամետրերը ճիշտ չեն հաշվում, երբ որ մոտիկանում են, արդեն փառքաստու տեսնում ենք, որ հարվածի հավանականությունը քիչ է եւ մինչեւ այսօր հարված չի եղել, դե հարվածները կլինեն մի քանի տասնյակ հազար տարին մեկ երևի կամ միլիոն տարին մեկ։ Արկայություն, դուք մեզ մխիթարեցիք։ Պարոն Համբարյան, ձեր կարծիքը նշված թեմաների վերաբերյալ հավաստիությունը, արդյունքների եւ այլն։ Տերմինի հետ եթե ասենք հաշչենք, որ սև խորոչ է, որը տեսական տերմին է, ապա այն հանգամանքը, որ շատ փոքր ծավալում մեծ զանգվածով օբյեկտներ կան եւ նրանցից ուղղակի ճառագայթումը չի դիտվում, ապա կողքի աստղերի, օրինակ գալակտիկայի կենտրոնում աստղերի շարժումը, մեծ թվով աստղերի խմբի շարժումը ակնհայտ թույլ է տալիս, եթե հավատում ենք դինամիկայի օրենքներին, ապա զանգվածը գնահատել։ Եվ այդպիսի փոքր ծավալում ունենալով այդպիսի մեծ զանգված, դե անվանում են սև խորոչ, բայց կարող է անունը ուրիշ լինել, բայց որ կա այդպիսի զանգվածեղ օբյեկտներ եւ ոչ միայն ասենք գալակտիկաների կենտրոններում, կամ ասենք օրինակ վերցնենք մի քիչ առաջ իսրայելագարիգը խոսում էր գերնորերի պայթյուններից, այսօր կան մեծ զանգվածով, այսպես կոչված high mass X-ray binaries, որոնցից մի կոմպոնենտը տեսանելի է ռենտգենյան ճառագայթներում իր վրա լցվող նյութով, մյուս օպտիկայում ընդհանրապես չի դիտվում։ Եվ դա միայն կողքի նյութի իր վրա լցվելու ակրեցիայի կամ կողքի աստղերի շարժումներով թույլ է տալիս գնահատել զանգվածները, բոլոր դեպքերում տեսական պատկերացումների հետ կարելի է հաշտվել այդ դեպքում միգուցե անվանելով սև խորոչ։ Ուղղակի մեր լրացում կապված մութ էներգիայի հետ ես ասեցի, որ մոտավորապես եթե հաշվենք մոտ 75%-ը, մոտ 80 գիտնականների համարվում է, որ դա արագացումով ընդարձակումը մութ էներգիայի արդյունք է, իսկ մնացածը դա գրավիտացիան պետք է փոխել։ Մեխանիզմը ախր չեք ասում։ Մեխանիզմը արագացումով ընդարձակվում է, ուրեմն մութ էներգիա։ Չէ, մի րոպե, հիմա ուրեմն դա ամենալավ մոդելը, որ ես ասեցի, դա կոսմոլոգիական հաստատումն էր, որ էներգիայի խտություն է, որը տիեզերքի ընդարձակման ընթացքում չի փոխվում։ Այդ հաստատումը տարբեր տեսաբաններ, տարբեր ձևերով գրել են։ Հիմնական խնդիրը այն է, որ այդ հաստատումը տարական մասնիկների ֆիզիկայից ստանալը պրոբլեմատիկ է։ Բայց վերջի կոսմոլոգիայի մասին եթե խոսենք, ես կուզեի ասել, որ դա արդեն ճշգրիտ գիտություն է այսօր։ Վերջի դիտողական տվյալները դա DESI նախագիծ է կոչվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որ մեծ մասշտաբներում գալակտիկաների բաշխումն է ուսումնասիրում, որը իր մեջ արտացոլում է վաղ տիեզերքում նյութի բաշխումը։ Եվ այդ դիտողական տվյալները այսօր ասում են, որ երևի մութ էներգիան ճշգրիտ այդ կոսմոլոգիական հաստատունը չի, նրա էներգիայի խտությունը ոնց որ թե փոխվում է։ Այսօր դա հեղափոխական իրավիճակ է կոսմոլոգիայում։ Ու նաև պարոն Ներկայարյանի ասածի հետ կապված կոսմոլոգիայում Լանդաուն էսպիսի մի բաներ ասում էր կոսմոլոգի часто ошибаются, но никогда не сомневаются։ Այդ շատ լավ է, բայց ես ուզում եմ առանին մատուցել մեր զրուցակիցներին,
որովհետև ելույթների մեծ մասը հիմնված էին դիտողական արդյունքների վրա եւ ամեն դեպքում շարունակաբար նշվում էր դիտողական արդյունքների կարևորությունը եւ ոչ ինչ որ հղացումներ, մտահղացումներ, ինչով հեղեղված է ժամանակակից ինտերնետը։ Եվ եկեք նույն ոգով շարունակենք մեր զրույցը։ Համեցեք, պարոն Արարյան։ Այս սև խորհրդների մասին պետք է ավելի ճիշտ խոսել, կոնկրետ խոսել։ Այդ շատ ավելի բարձր գաղափար է, լայն գաղափար է, քան թե ուրեմն կան, սկսենք Հոկինգի սև խորհրդներից, դրանք մինի սև խորհրդներ են, որոնք կարող են ճառագայթել, երբ որ շատ մեծանում են, արդեն այդ էֆեկտը այնքան է թուլանում, դա հնարավոր չի տեսնել։ Աստղային սև խորհրդները դա անհայն է, որ չլինի, չնայած Իմջածեշտեն դեմ եղել սև խորհրդներին, դա Չանդրասեխարի տեսությունն է, որ անխուսափելիորեն պետք է, եթե մասան աստղի մեծ է մի քանի արևի մասայից, Տեսաբանները ասում են մի կետ է դա։ Ֆիզիկայի մեջ կետ չկա։ Հարցը գալիս է սինգուլյարությամբ, ամեն ինչ Սինգուլյարություն, այո։ Եթե սկսենք ամեն ինչին հիմա պեսիմիստորեն նայենք, ոչ մի բանի չենք, բոլոր դեպքերում Ես պարտավոր եմ դա անել։ աստղային սև խորհուրդները դա տեսականորեն կարելի է դա պետքա որ լինեն։ Ինչ վերաբերում է մեծ գալակտիկաներին, նրանք խորհուրդներ արդեն միլիոնից մինչև միլիարդ, դա չունի բացատրություն, ակնհայտ բացատրություն չունի ոնց որ աստղերի հետ կապված։ Ուզեմ ասեմ, դրանք այնքան տարբեր երևույթներ են, որ միշտ ասելով սև խորհուրդ մի բան հասկանալ դա չի կարելի, եւ ես ուզում եմ վերջացնեմ, որ այնքան հարուստ են սև խորհուրդները, օրինակ Կոսկան ճառագայթների հետ իմ ելույթները երեք մինչև հիմա մեծ խնդրեմ էր, որտեղից են գալիս 10-15 էլեկտրոնվոլտ պրոտոնները գալակտիկայում։ Ոնց որ թե հարցը արդեն պատասխանը կա, բաներ տեսականորեն, փորձնականորեն, որ թե տեսականորեն։ Դրանք գալիս են միկրոկվազարներից, որոնք սև խորհուրդներ են, բայց ունեն շիթեր, ոնց որ արտագալակտիկային սև խորհուրդները։ Վերջի 3 տարում արդեն 4-րդ թե 5-րդ հոդվածն բանում Nature-ում այդ ուղղությամբ շատ տարօրինակ ձևով անսպասելիորեն Կոսկան ճառագայթների խնդրումը հանկարծ գալիս է նորից խորհուրդներից, դա միկրոկվազարներ, որ դա հատուկ տիպի արդեն Գարիկի ասած դվայնով սիստեմաներն են, բայց ունեն շիթեր, ոնց որ արտաքին գալակտիկաներով։ Մի խոսքով շատ հարուստ գաղափար է եւ մի բանի բերել դա չի կարելի։ Շատ լավ։ Իրականորեն մի բան նշեմ, շատ կարևոր բան, որ վերջի 30-40 տարում մենք հետազոտում ենք այդ կրկնակի աստղերը, որտեղ մի օբյեկտը սև խորհրդամները, ընդամենը 30-ից ավելի պակաս օբյեկտ են գտել։ Շատ պեկուլյար, շատ դժվար է գտնել այդ ցածր զանգվածով կամ նույնիսկ բարձր զանգվածով կրկնակի համակարգերը, որտեղ մեկը սև խորհուրդ է։ Հիմա գալակտիկայում մենք մոտ 25 կարծեմ օբյեկտ գիտենք, ընդամենը 25, պատկերացնում եք, միջաստղային տարածությունը վխտում էր սև խորհուրդներով, տասնյակ միլիոնավոր միջաստղային տարածությունում, աստղային զանգվածի, ըստ աստղերի զարգացման տեսության, տասնյակ միլիոն, 100 միլիոնից ավել մեր գալակտիկայում, բայց մենք ընդամենը 25 թե 26 հաստատված օբյեկտ գիտենք, ցածր զանգվածով սև խորհուրդների։ Շատ դժվար բան է, որտեղ դրանք շատ պեկուլյար համակարգեր են, որ շատ էվոլյուցիայի մի փուլ է, որը կարճ է տևում, որը հետո կվերանա, ու եթե մենք այդ կարճ ժամանակաշրջանում այդ կրկնակի աստղերին բռնացրեցինք, գտանք, հետազոտեցինք, կգտնենք, եթե ոչ, ոչ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես կարող Ես խնդրում եմ եկեք փորձենք փոքր փոխել դիսկուսիայի ուղղությունը։ Այն է, մենք անդադ խոսում ենք դիտողական տվյալների մասին, եւ այդ ինֆորմացիան ներկայումս տարբեր ճանապարհներով է ձեռք բերվում, սկսած ռադիոհաճախականությունից, մինչև ռենտգենյան ճառագայթում, եւ որ կարեւորն է, ահա խոսք է գնում այն դիտակների մասին, որոնք գտնվում են երկրի մթնոլորտից դուրս կամ համենայն դեպս բավականին բարձր երկրի մակերևույթից եւ տարբեր տեղերին, տարբեր առիթներով, որովհետեւ մենք կվերադառնանք Հայաստանում արդեն աստղաֆիզիկայի վիճակի մասին, ես ուզում եմ այս հարցը հստակեցնել եւ նոր միայն շարունակել, այն է թե արդյոք
Երկրի մակերևույթի վրա գտնվող դիտակները այժմեական են, թե այն տվյալները, ինչ մենք վերցնում ենք արդեն այդ սպուտնիկներից, արդեն իսկ շատ ավելի կարևորվում են։ Խնդրեմ, պարոն Ահարոնյան։ Դրանպես դրանք իրար հավասարել ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ տիեզերքից են հիմնական ինֆորմացիան գալիս։ Իմիջիայլոց կարծեմ 40 դար առաջ Գուրզադյանը հոդված էր գրել, որ արդեն մեռնում է աստրոնոմիան երկրի վրայի, պետք է լինի իրականում իմանայիք ինչ է կատարվում։ Ուրեմն կա 20 մետրանոց տելեսկոպ, որը ինչ խնդիրներ ունի, Չիլիում։ Կա Hubble-ը, հիմա արդեն վեբ տելեսկոպները, անմեկ իրենց խնդիրներն ունեն։ Կա ռադիոյում, ռադիոյում հիմնականում բան են, գետնի վրա են, VLA, VLBA ու հիմա KM2A, 40 կիլոմետր ռեյնը, որ համարվում է ապագան։ Միաժամանակ կա LOFAR էլի երկրի վրա, ռադիոյում հիմնականում դա երկրի վրա է գտնվող համենայնդեպս հաջող էքսպերիմենտ չի եղել, եղել են էքսպերիմենտ, բայց հաջողություն չի եղել։ Ուլտրաֆիոլետը մնում է ահավոր ամենավատ տիրույթը աստրոֆիզիկայում, որը շատ դժվար է գրանցել, պարզ է պետք է գնալ արբանյակների վրա, բայց իսկ արբանյակների վրա դա իսկապես ոնց որ մի սև խոռոչ է աստրոֆիզիկական ամբողջների դրում։ Ռենտգենը մենակ կարող են գրանցել ուրեմն արբանյակներով, գաման փոքր էներգիաների գրավում են մենակ արբանյակներով, մեծ էներգիաները տև եւ մեծ մենակ երկրի վրա, որտեղ պահանջում են շատ մեծ եւ ճշտությունները համարյա իրար հավասար են, շատ բան է, սինխրոն երկուսն էլ զարգանում են իրար հետ միասին եւ ընդհանրապես այդ ձևի հարց թե որն է ավելի կարեւոր շատ դժվար է ասել, որոնք էլ կարևոր են։ Բայց դուք կարծում եք, որ երկրի վրա գտնվող տելեսկոպներով այնուամենայնիվ հնարավոր է այդ նրբությամբ արդյունքներ ստանալ, այդ ճշգրտություն։ Իհարկե, այդ որ խոսում ենք բանի մասին, այդ սև խոռոչների Նոբելյան մրցանակի մասին, դա այդ տելեսկոպները կարողանում էին այն ճշտությամբ գրանցել աստղերի տրայեկտորիան, որ չափեն պոտենցիալը եւ մնացած լրիվ բավարարում է։ Ուղղակի դա հիմնականում ինֆրարեդն է կամ եթե ուզում եք գնաք UV-ի մոտ, պետք է արդեն բարձրանաք դա Hubble-ն է։ Ուզում ասեմ դա համարյա բոլորը իրար համապատասխանում են։ Կարող է պատահաբար է դա ստացվել, թե ոչ պատահաբար, բայց անմեկ իր խնդիր ունի եւ չեն զիջում։ Ինֆրակարմիր երկրի վրա մենք տելեսկոպ ունենք։ Դե ինֆրակարմիրն այս թե ինչ նկատում եք ինֆրակարմիր։ Եթե Դե ինֆրակարմիրը գրանցելը ինքնին դժվար է։ Եթե հեռու ինֆրակարմիրն է շատ դժվար է գրանցել։ Վերևում է։ Մոտիկ ինֆրակարմիրը 5-ից 10 միկրոն, դա երկրի վրա է։ Շատ բարձր բաներում։ Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Իսրայելյան, ձեր կարծիքը։ Դա նաև կապված է Հայաստանում աստղաֆիզիկայի զարգացման խնդրին, խնդրում եմ նկատի առնեք նաև այդ ասպեկտով հարցին եւ խնդրում եմ մի քիչ կարճ պատասխանել, որպեսզի մենք վերադառնանք Հայաստան։ Այո, ինձ թվում է, որ իրենք իրար բոլորը լրացնում են։ Մեր աստղադիտարանում նույնիսկ 50 սանտիմետրանոց աստղադիտակներ են հիմա դնում, նոր։ Այսինքն աստղադիտակի չափը չի ստեղ խնդիրը, բացարձակապես կապ չունի ինչ չափի ինչ առավելով հայլի ենք մենք տեղադրում 30 սանտիմետրանոցներն են տեղադրում, գիտեք, եւ հիմա 40-ի չի լինում։ Այստեղ հացը նրանում է թե ինչ խնդիրներ են լուծում նման դիտակները ու ինչ կարևորը ինչ տեխնոլոգիան, ինչ դետեկտորներ են իրենց։ Չէ, դուք խնդրում եմ ինձ ասեք, ինչ խնդիր կա, որը կարելի է լուծել երկրի մակերևույթին եւ չի կարելի լուծել արբանյակային դիտակով։ Մի անգամից ասեմ, արեգակնային համակարգությունից հեռու գտնվող մոլորակների դետալային հետազոտությունը իրենց պտույտի օգնությամբ, այսինքն ռադիալ արագությունը դոպլերի միջոցով միայն այսօր կարող ենք անել երկրագնդի վրայից, որովհետև այն ճշտությունը, որ հիմա հասել ենք մի քանի սանտիմետր վարկյան ճշտությամբ, կարողանում ենք հաշվել այդ պտույտի արագությունները, այսինքն իջել ենք երկրի զանգվածին մոլորակների հայտնագործման։
դա միայն երկրից ենք անում։ Մենք վերևում այդ նույն տեխնոլոգիաները առայժմ ոչ մի ձևի հնարավոր չի աշխատացնել։ Ոչ մի ձևով հնարավոր չի։ Վերևից մենք կարող ենք մոլորակներ գտնել, բայց լույսի խավարման բանի միջոցով, բայց այդ հետազոտությունները այնպիսի արդյունքներ դետալային երբեք չեն կարող տալ, ինչպեսին մենք հասնում ենք երկրի վրայից դոպլերյան հետազոտությունների միջոցով։ Այո, ավելի նպատակային, ավելի ուղղորդված եւ այլն, եւ ոչ ինտերնետում լցված այդ ահռելի հեղեղը ինֆորմացիան, հա։ Շատ բարդ Հասկանալի է, հասկանալի։ Պարոն Համբարյան, ձեր կարծիքը։ Ես ճիշտ ասած այն կարծիքին եմ, որ մեկը մյուսից տարանջատել պետք չի, Այո։ որովհետև արտամթնոլորտային դիտումները այսօրվա աստղագիտությունը բազմաալիքային է։ Այդ իմաստով օրինակ ռենտգենը եթե չկա, դա ինչ որ մի բան պակաս է։ Դրա համար այսուհետ այն ժամանակներից հետ, երբ ռենտգենյան արբանյակները եղան, բարձրացան տիեզերք, տեղից հետևեց, որ այլևս չի կարող ռենտգենյան արբանյակներ չլինեն կամ ինֆրակարմիր, որոնք տիեզերքից են։ Իհարկե նրանք ապահովում են շատ մեծ ծավալի դիտողական նյութ, այնքան շատ մեծ, որ դրանց վերլուծության միջոցով հնարավոր կդառնա երկրագնդի վրայից որոշ հետաքրքիր օբյեկտների նաև ուսումնասիրություն կատարել։ Այնպես որ ես գտնում եմ, որ շատ տարանջատել պետք չի, առանց մեկը մյուսի երևի չեն կարող գործել, բայց իհարկե արտամթնոլորտային դիտումների ծավալը շատ անգամ մեծ է, քան երկրի վրայից կատարվողները։ Հա, բայց նպատակային չի, հեղեղ է ուղղակի, այնտեղ պետքա շատ չարչարվել, որ ձեր ուզածը Դե ինչ արած, պետքա չարչարվել ուրեմն։ Խնդիրները դնել ուրեմն, չէ՞։ Շատ լավ, իսկ ինչ կասի մեր տեսաբանը, պարոն Սարյան, համեցեք։ Ես էլ գտնում եմ, որ երկուսն էլ իրար լրացնող են։ Ուղղակի, երբ մեծ արտամթնոլորտային դիտակ է թողնվում, աղմուկը շատ է, ռեկլամը շատ է, բայց վերջին տարիներին հիմնական պրոյեկտները, ես որ հիմա արդեն աշխատում են, դրանք հենց երկրի վրա են։ Դեզի պրոյեկտը, որ ասեցի, արդեն 30 միլիոնից ավելի գալակտիկաների տվյալներ են գրանցված, ու այդ կոսմոլոգիայում դրվող հարցերը, որ հարցական է այսօր, հենց այդ պրոյեկտի միջոցով է։ Ատակամա պրոյեկտ դիտակը մեծ, հիմա նորն է պատրաստվում էլի նորից։ Դրանք նախ իրանց ծախսերը ավելի քիչ են, եւ նրանց օրինակ ասենք դեզին 5000 մանրաթելերով միանգամից ինֆորմացիա է ստանում, արհեստական բանականությամբ մշակելով, եւ այդ տվյալները ազատ դրված են։ Դրա համար կարելի է դրանք մասնակցել, դրանց մշակմանը օգտագործել, դրանք շատ ճշգրիտ եւ շատ մեծ ծավալով ինֆորմացիա են դրանք քաղում, ինչ-որ բաներ 40 տերաբայթ ամեն բանի ինֆորմացիա է։ Այսինքն իմի բերելով ձեր բոլոր 4 մասնագետների կարծիքն այն է, որ ամենևին էլ իրեն չի սպառել երկրային երկրի մակերևույթին դիտումները եւ նրանք ունեն եւ իրենց հստակողությունը եւ ճշգրտության ավելի մեծ Կներեք, ես չեմ ասում, որ գրավիտացիոն ալիքները այսօր մենակ երկրի վրա դիտակներով են գրանցվում։ Պրոյեկտ կա, որ պետք է նման ինտերֆերոմետր հանել տիեզերք, բայց դա դեռ ընդհանրապես շատ լավ, մանավանդ որ իմ կասկածները, որ գուցե դա երկրի տատանում է, կփարատվի դրանով։ Հետաքրքիր է, որ մասնագետները կասկած չեն դնում, բայց ոչ մասնագետները հիմնականում կասկածում են։ Ջրածնի ատոմի կեսի չափը, պարոն Սարյան, շատ փոքր չափ է։ Լավ, շատ լավ։ Եկեք անցնենք մի փոքր ավելի բարդ եւ ավելի քիչ հաճելի հարցի, այն է Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի ներկայիս վիճակը եւ նրա հեռանկարները։ Պարոն Ահարոնյան, խնդրեմ։ Բայց շատ դաժան եկեք չգտնվենք։ Չդաժան չէ, ես հասկացա, ուզում եք ասեք, որ սեփորոշը դա այդքան պրոբլեմ չի, այս պրոբլեմա ավելի լուրջ պրոբլեմ է։ Մենք ավելի լուրջ պրոբլեմներ ունենք, անշուշտ։ Դուք հարցերը գրել եք, թե ինչու, որտեղ։ Այդ ես չեմ դրել։ Ես կոնկրետ ուղղություններն եմ միայն գրել։ Հա, հասկանալի է։ Պարզ է, որ աստրոֆիզիկան դա հիմա ֆիզիկայի մի մաս է, իսկ թվում արդեն այնքան իր հետ ամբողջ ինֆորմացիան, որ գալիս է, դա ֆիզիկա է, ուղղակի ֆիզիկայի մի ճյուղ է եւ երևի կեսն է ամբողջ ֆիզիկայի, որտեղ ամեն ինչ
ինչ որ մենք ֆիզիկայում քննարկում ենք, մենք տեսնում ենք աստրոֆիզիկայում։ Եվ դա շատ լուրջ ճշտություններ են արդեն, որը որ առաջացնում է թե էքսպերիմենտներ կոսմոսում, դա իրականում կատարվում է։ Ամենայն հասարակ հարցը, որ հելիում հայտնաբերվել է արևի վրա, դա հիմա շատ ավելի լայն մասշտաբներով կատարվում է տարբեր ռադիոից մինչև գամմա տիրույթ եւ առանց ֆիզիկայի ընդհանրապես հնարավոր չէ ժամանակից աստրոֆիզիկայում որևէ գործ անել։ Դա պրոբլեմ է ինչ որտեղ, որպեսզի ուզում եք լինել բավական էֆեկտիվ, պետք է շատ բան իմանալ։ Դժվար է մենակ մի տիրույթում ինչ որ էֆեկտիվ աշխատել։ Արենյան, վերադառնանք Հայաստան։ Հիմա Հայաստանի մասին է խոսքը գնում։ Ինչու Հայաստանում։ Դե պարզ է, որ ֆիզիկան էլ ֆունդամենտալ գիտությունը դա ոնց որ կուլտուրան է, պետք է եթե ամեն հարուգող իսկապես երկիր կարող է ունենա եւ Հայաստանում այդ տրադիցիաները եղել են եւ լրիվ լոգիկա չէր կարող լինել, որ Հայաստանում չպետք է զարգացնել ֆունդամենտալ գիտություն, իսկ աստրոֆիզիկան, ասում եմ, ֆունդամենտալ գիտության հիմքն է հիմա։ Հիմա Հայաստանում դա կարելի է զարգացնել, թե չէ, ուրեմն ես ուզում եմ երկու ասպեկտ ասել։ Զբաղվել ժամանակակից ֆիզիկական հետազոտությունով շատ դժվար է, շատ թանկ հաճույք է։ Էլ չեմ ասում ունակ էլեմենտար մասնիկները, որ պետքա մասշտաբները, նույնիսկ ֆինանսական մասշտաբները, որ Նկատի ունեք դիտողական մասը։ դիտողական մասը, եթե դիտողական մաս չկա, գիտությունը չի զարգանում։ Անշուշտ, անշուշտ։ Հիմա դա ակնհայտ է, դուք էլ դա ասեցիք եւ լրիվ համաձայն եմ։ Դիտողական մասին է խոսքը գնում։ Եվ ընդհանրապես շատ թանկ է դարձել ժամանակակից գիտությունը, Հայաստանի համար դա բավական դժվար է։ Երեք խոսում էր կոմիտեի նախագահի տեղակալը, որ օգնում են ինչ-որ ապարատորայով, բայց եթե իմ կարծիքով կարող ասխալվում եմ, դա շատ քիչ է։ Եթե ուզում եք ինչ-որ դուրս գալ իսկապես միջազգային մակարդակի վրա, դա շատ դժվար կլինի։ Աստրոֆիզիկայում շատ ունիկալ սիտուացիա է հիմա։ Մենք ասացինք, որ զարգանում են համ երկրի վրա, համ արտամթնորդային, ունիկալ է նրանով, որ ինվեստիցիաները շատ են, ոչ մեկը համարյա չի զլանում զարգացած պետություններից փող տալ եւ ամենահետաքրքիրը դրանք բաց են այդ արդյունքները։ Արուն Արարինյան, կներեք որ ընդհատում եմ, բայց գուցե միջուկային ֆիզիկայի մասնագետները ճանապարհը գտել են, ասենք թե նրանք միջազգային ինչ որ կոմպլեքսի մեջ են իրենց գտել։ Հասկանալի է, այդ կոմպլեքսը իրական Ցերնում կամ ասենք նույն Դեյզիում ինչքան։ Դրանք ինչ որ մի փոքրիկ մասնիկ եք դուք այդ մեծ էքսպերիմենտի։ Ճիշտ է։ Էլ չեմ ասում, որ խնդիրներ այնտեղ կա։ Դա մի քիչ ոչ թե հոգնեցուցիչ է, արդեն դառնում է 1500, 3000, 10000 մարդիկ մասնակցում են եւ դա դժվար է ինչ որ դուք կարողանաք։ Դա չի կարելի աստրոֆիզիկայում անել։ Չէ, աստրոֆիզիկան շատ ավելի հասարակ է։ Աստրոֆիզիկան բոլոր արդյունքները բացել, դուք կարող եք եւ համբարյաններ ասում, դա ճիշտ է, օրինակ ամենամիլիարդանոց պրոյեկտներ կան, Չանդրան, XMM-ը, որը երևի 20%-ը չի մշակված։ Ձեր չի հերիքում։ Հիմա սիտուացիան, եթե ուզում եք, ձեզ պետք չի որևէ բան անել, եթե ուզում եք զբաղվել դիտումները կան, ձեր ճաշակն է, գիտելիքների տիրույթում է, դուք միշտ կգտնեք ինչ-որ աշխատանք։ Դուք որ ճանապարհն եք տեսնում, որպես հեռանկար Հայաստանի համար։ Հիմա ես Հայաստանի համար հետաքրքիր սիտուացիա է բացվում, որովհետև դա դրան դոստուպ կա։ Մենք բոլորս առանց խնդրի տարբերություն չկա, դուք նստած եք Հարվարդում, թե Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, թե Երևանի պետական համալսարանում, ոչ մի տարբերություն։ Կա մի քիչ տարբերություն, որ դուք առաջի այդ թիմի մեջ եք, առաջի մի տարին իմանաք չի բացվում, դե կարակ մի ձեով դիմանաք մի տարի, հետո կբացվի։ Դա խնդիրներ է ինձ առաջացնում, որովհետև շատ մարդիկ աշխատում են պրոյեկտների վրա, հետո բացվում է, բոլորը հավասար են։ Եվ այդ իմաստով օրինակ Ճապոնիայում, Չինաստանում, որտեղ իրանք շատ մեծ քանակությամբ ուսանողներն են, շահում են դրանից։ Իրանք կարող են այդ անել։ Հայաստանում դա ունիկալ սիտուացիա է, որ ունի դոստուպ ամբողջ ամենաբարձր մակարդակի արդյունքներ։ Այո, գուցե դա մեր տրադիցիաների արդյունքն է, Չէ, բայց մեր ժամանակը սարսափելի արագությամբ գնում է, պարոն Ահարոնյան։
ինչի էս մեր ժամանակը Երկու 10 Այն րոպե խոսեմ ժամանակը, լավ, ես վերջացնեմ։ Հիմա այս artificial intelligence-ը շատ կօգնի արագ այդ արվի, Հայաստանում IT-ն շատ արագ զարգանում է եւ կարելի է այդ կապակցությամբ, այդ միացնելով իրար, ոչ մի տարբերություն չի լինի, դուք գտնում եք Չինաստանում, գտնում եք Ամերիկայում, թե գտնում եք Եվրոպայում, ոչ մի տարբերություն։ Ուղղակի պետքա դուք կարողանաք լավ աշակերտները, որ իսկապես կան, ֆիզմատ դպրոցի, կվանտի, որ իսկապես շատ լավն են, ավելի լավը, քան թե Եվրոպայում, ես իմ փորձից կարող եմ ասել, ես 35 տարի Եվրոպայում եմ աշխատում եւ շփվել եմ, շատ ավելի լավն են։ Դուք իրանց պետքա այդ 3 տարի գոնե զարգացնեք այն գիտելիքների տակ, որոնք դառնան շատ լավ ֆիզիկա, մաթեմատիկա, դրանից հետո գալիս է վերջի этаպը, որտեղ պետք է գտնել լավ մասնագետներ, որոնք կարող են նրանց արդեն մտցնել մեծ գիտության մեջ։ Ես վերջացնում եմ, գիտությունը մենակ կարող է լինել մեծ։ Չկա պրովինցիալ գիտություն, որ մենք էլ մի բան անենք։ Այո, առավել եւս հայեցի։ Շատ լավ։ Պարոն Իսրայելյան, ձեր կարծիքը։ Ես շատ արագ կասեմ, որ ժամանակ չխլեմ, 3 բան։ Մի օրինակ, որ ես միշտ բերում եմ, ասում եմ բյուրականում դիտակները եւ այլն, բյուրականի աստադիտակի չափ 2.5 մետրանոց։ Այո, խնդրում եմ կոնտրոլանանք բյուրականի վրա, հա։ 2.5 մետրանոց դիտակ դրված է Apache Point աստադիտարանում Միացյալ Նահանգներում 2000 թվից 25 տարի աշխատում էր 10,000-ից ավել հոդված է տպված այդ դիտակով։ Այսպես կոչված Sloan Digital Sky Survey-ը, որը աշխարհում ամենահայտնի survey-ն է համարվում, 500 միլիոնից ավել գալակտիկաների հետազոտություն, $100 միլիոն ծախս այդ պրոյեկտի վրա, $100 միլիոն ծախս, 30 CCD-ների մոզաիկայից սարքված կամերա, որը ամենաէֆեկտիվ պրոյեկտներից մեկն է օպտիկական հասարակության մեջ այսօր։ Նույն չափի աստադիտակ ինչ որ դրված է բյուրականում։ Եվ երկնքի պայմաններն էլ ես չէի ասի անհամեմատ ավելի լավ են, քան բյուրականում, որտեղ ես եղել եմ, տեսել եմ։ Բայց բյուրականում ընդհանրապես մի դիտակ է հիմա գործում։ Դեղել է մի դիտակի մասը։ Մի դիտակ է այդ։ Մի դիտակ, բյուրական մի դիտակի չափ դիտակ։ $100 միլիոն ինվեստիցիա է ինքը վերցրել արդեն։ Ու աշխարհում ամենաշատ ցիտած օպտիկական բանի մեջ աշխատանքներն են անում։ 10,000-ից ավել հոդվածներ տպած։ Այսինքն ինչն է իմ ասածը։ Դիտակի չափն էլ կարևոր չի։ Այդ արդեն Դա ասեցի։ էլ կարևոր չի։ Ասես պարոն Ահարոնյանն, Ահարոնյանն ասես պարոն։ Կարևոր գաղափարներ են, բայց պետք է շատ լավ ինժեներներ, որտեղ այդ դիտակը նույնիսկ եթե առանց աստագետների աշխատեր, առանց ինժեներների հաստատ չէր աշխատի նույնիսկ 6 ամիս։ Ես նախորդ հարցը պատահաբար չտվեցի, բանն այն է, որ մտքեր կան, որ այլևս պետք է հրաժարվել երկրի մակերևույթի դիտակներից եւ այդ մտքերը հնչել են բյուրականում։ Բյուրականի դիտակից ոչ թե Մարդիկ չգիտեն ինչ անեն դիտակով, եկեք 30 սանտիմետրանոց դիտակով այնպեսի աշխատանքներ անենք, որոնք կարող են Nature-ում տպել։ Դա ուղղակի անգրագիտության արդյունքն է նման բաներ ասելը, որոնք չգիտեն թե հիմա շուկայում աստղաֆիզիկայի ինչեր են անում։ Ալիք երկը դուք ինչպես եք տեսնում։ Ես երկը մի բանի մեջ եմ շատ Հետո նկատի ունեցեք Հայաստանում արդեն մի քանի խմբեր տարբեր աշխատում են եւ բոլորովին ոչ փոխկապակցված։ Դա էլ է մի խնդրեմ։ Մի բան ասեմ, հայերեն լեզուն հնարավոր չի սովորել, եթե մենք այբուբենը չգիտենք։ Տառերը եթե դու չգիտես, հայերեն լեզվով ոչ կարող ես գրել, ոչ կարող ես կարդալ։ Եթե մեր ամբիոնը 30-40 տարի այբուբենը աստղագիտության չի սովորել, աստղագիտություն չեն կարող սովորել։ Այբուբենը աստղագիտության աստղերի էվոլյուցիայի զարգացման կառուցվածքի տեսությունն էր, որ մենք չունենք մինչև այսօր ու չենք էլ ունեցել։ Շատ լավ, ես ձեզ կոնկրետ խնդրանք ունեմ։ Կառուցվածքի տեսությունը պատկերացնում եք, մեր մոտ դա չեն սովորել։ Պատճառները ես գիտեմ։ Ու շարունակում են այդ տրադիցիաները չկա որ ինչ որ սովորեն, որովհետև դասախոսները չկան որ դա սովորացնեն։ Բայց չէ որ մենք կներեք, բայց չէ որ մենք փորձում ենք դες հրավիրել տարբեր դասախոսների, մենք շարունակաբար հրավիրում ենք։ Ես, կստати, դեմ եմ ինչ Համեցեք բավական սխալ բաներ ես ասում Գարիկ, ընդհանրապես հարցակվել դասախոսների վրա, ուղղակի պետքա Ես դասախոսների վրա չեմ հարցակվում։ Ես հարցակվում եմ, այդ դու չես մենակ։ Խնդրեմ ներկայացրեք ծրագիրը եւ մենք պատրաստ ենք։ Դրսումար սիրում են այդ թեմայով շատ խոսալ։ Այո։
Ես այսքան ժամանակ չեմ տեսել կուրսը աստղերի էվոլյուցիայի կառուցվածքի Սպեցիալիստն է դրա մասին արեք չխոսանք, ավելի ընդհանուր բաների մասին խոսանք, թե ինչ կարելի անել, որ սիտուացիան լավանա։ Այո, ամենակարևոր հարցը հենց դա է եւ ես ձեզնից խնդրում եմ քիչ թե շատ որոշակի պատասխան։ Ինձ թվում է դա շատ կարևոր պատճառ է, որ այբուբենն է դա աստղաֆիզիկայի։ Դե վիրավորում եք նորից այբուբեն։ Հիմա այբուբենը հարաբերական բան է։ Ես էլ կարող եմ ուրիշ այբուբենի մասին ասեմ ու հարցնեմ, թե դուք այդ այբուբենը գիտեք, թե չէ։ Դա պարոն, Գներեք, որ պարոն տեսկոպիտ եմ Ահարոնյան, ասում, բայց չի կարելի ձով հարցակվել անդադ ասել վատ է։ Ես էլ եմ այդ կարծիքին, պարոն Ահարոնյան, որ եկեք, գիտեք ինչ, այդքան չփնովել մեր տեղական կադրերին, նրանք անհամեմատ ավելի ծանր պայմաններում են աշխատել երկար տարիներ եւ ամեն դեպքում ինչ որ բան դեռ կարողացել են պահպանել։ Շատ լավ, պարոն Համբարյան, խնդրեմ։ Ես պետք է նշեմ ցավոք սրտի, որ այո, կադրային սովի պակաս կա։ Դա փաստ է, դա հնարավոր չի շղթել։ Այսպես ասած, օրինակի համար, եթե վերցնենք տարիքների խմբերի բաժանենք 30+, մինչև 50-60 տարեկան եւ 60+, չէ՞։ Ապա այսօրվա իմ փորձով, որ ես այո, նախորդ սեմեստրում ես համալսարանում դասավանդեցի։ Այո։ Երբ Եվ մենք պատրաստ ենք բոլորի բացի դասավանդելուց, թույլ տվեք ընդհատել մի բան, որովհետև ժամանակը քիչ է եւ ես ուզում եմ այդ հարցը նույնպես ճշտել։ Ուրեմն շատ ավելի կարևոր է անձնական հարաբերությունները, քան բացի դասախոսությունից։ Դասախոսությունը գրքերում գրված է, պարկասում մենք էլ այբուբենը գիտենք։ Ուրեմն խնդիրն այլ բան է։ Եթե կան նոր գաղափարներ, եթե կան նոր մոտեցումներ, անմիջականորեն գուցե շփվեք մեր երիտասարդ գիտնականների հետ, մեր ուսանողության հետ, անմիջական, անձնական շփումով, ապա Հարուն Ահարոնյանը ասեց, որ ֆիզիկագիտությունը ընդհանուր է եւ այլն, կա այսպիսի մի հայտնի տեսակետ, որ ֆիզիկան դա բանավոր գիտություն է, այսինքն գիտություն է, որը անմիջական շփման միջոցով պետք է իրականացնել։ Խնդրեմ համեցեք, մենք ամեն ինչ պատրաստ ենք անել դες համար, համեցեք։ Ես ուրիշ բան էի ասում, բայց միևնույն ժամանակ Ահարոնյանը նշեց, որ պետք է սկսել դերևս վաղ հասակի։ Դերևս քվանտ վարժարանից էր խոսում։ Այսինքն պետք է պատրաստել նեղ մասնագիտացած խմբեր։ Օրինակ ես անձամբ գտնում եմ, որ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում երևի թե երրորդ կուրսից պետք է նեղ մասնագիտացում, առնվազն։ Հենց այդպես էլ կա։ Հենց այդպես էլ կա, հավատացնում եմ ձեզ։ Երրորդ կուրսից կլվից միջուկային ֆիզիկա եւ աստրոֆիզիկա մասնագիտացում կա։ Հետ այսու դա լինելու է։ Շատ լավ։ Մեթոդաբանական որոշ փոփոխություններ եմ ես գտնում օրինակ։ Օրինակ պետք է ինտերակտիվ լինի ուսուցումը, անհատապես, մոտավորապես ոնց որ լինում է բակալավրատուրայում կամ մագիստրատուրայում դիպլոմային աշխատանք գրելուց անհատապես աշխատելով, խմբը ստեղծելով, խմբի մեջ ներառելով ուսանողին, կազմակերպել կրթագիտական խումբ։ Որոշ տարեր մենք ներմուծում ենք, բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ ինքնուրույն աշխատանքի թեման, ինքնուրույն աշխատանքի բնույթը դեռևս էական շտկումների կարիք ունի եւ համաձայն եմ ձեզ հետ, ինչ-որ չափով փոխել։ Շատ լավ։ Եվ այո, այդ մի քանի տարիների ընթացքում հնարավոր կլինի պատրաստել եւ Փավլիցի դեռևս իմ Որին համոզմամբ 60+, որ տարիքով ասում եմ, 50+, արկա է գիտական պոտենցիալը Հայաստանում թե մեր արտերկրում, որ ի վիճակի կլինեն սովորեցնելու, դասավանդելու եւ իրենց փորձը ներդնելու այդ սուրբ գործին։ Հակառակ դեպքում, եթե մի 10 տարի էլ ուշանանք, ապա շատ ավելի թանկ կարող են ստել Հայաստանի վրա լավ մասնագետական շփումը մենք ապահովենք։ Պարոն Սահարյան, համեցեք։ Շնորհակալություն։ Իհարկե այստեղ խնդիրը կա, հատկապես ես մեր ամբիոնի օրինակի վրա էլ կարող եմ ասել, գերխիտ աստղերի ֆիզիկայի զարգացման հիմնաղբյուրները Սովետական Միությունում նաև այստեղ են եղել, բայց այսօր մենք այդքան ակտիվ հետազոտություններ չունենք, խնդիրը իհարկե կադրերի պակասությունն է, բայց այստեղ ինչ թվում է նաև լուծումներից մի տարբերակ էլ հնչեց, որ մեր արտասահմանի գոլեգաները այստեղ գան, իրենց
ընդեղի գուցե իրանց կարծիքով լավ մշակույթը ստեղ տեղափոխեն, մանավանդ որ գիտության կոմիտեն նման ծրագրեր ֆինանսավորումը ու ողջևորումը։ Եվ ոչ միայն դասախոսությունների տեսքով։ Հիմնական իհարկե երեխաների ասպիրանտուրա են ընդունվում, գիտական ծրագրեր ղեկավարելը։ Մյուս կետը, որ պարոն Ահարոնյանը ասեց, դա ինձ թվում է անառարկելի բան է, այդ բոլոր տվյալները տրված են։ Ինչպես ես ասեցի, այդ ասենք դեզի պրոյեկտը, որ ամենաժամանակակից ուղղությունն է, ազատ դրված է, կարելի է օգտագործել դա։ Մեր հիմնական խնդիրը պիտի լինի կադրեր պատրաստել, որոնք կարողանան դա օգտագործել։ Եվ մյուս հարցը նորից այդ ասենք դիտակները եւ այլն այսօր աստղագիտությունը եւ կոսմոլոգիան դարել են ուղղություն, որի միջոցով մենք կարող ենք ֆունդամենտալ ֆիզիկայի վերաբերյալ ավելի էժան ինֆորմացիա ստանալ, քան արագացուցիչ կառուցելը։ Գիտեք ինչքան ծախսեր է գնում։ Այդ նույն ինֆորմացիան ավելի բարձր էներգիաներով, եթե մենք խելացի ձևով տիեզերքից եկած ինֆորմացիան կարողանանք մշակենք, մեկնաբանենք, հիմնարար ֆիզիկայի վերաբերյալ դա ավելի մեծ արդյունքներ կտա։ Այսինքն աստղագիտությունը նաև ավելի լայն իմաստով հիմնարար ֆիզիկայի հետ շփվելով։ Այսօր աստղամասնիկային ֆիզիկա ուղղություն կա, որ տարրական մասնիկների ֆիզիկան եւ աստղագիտությունը մեկ ընդհանուր ուղղություն են կազմել։ Այդ իմաստով աստղաֆիզիկան բավական լայն ոլորտ է։ Հիգսի բոզոնը ինչի՞ չեք երկնքում փնտրում։ Որը Հիգսի բոզոնը, որ դրա համար էլ Նոբելյան մրցանակ տվեցին։ բայց ասենք Առամարում եք։ պարոն Ահարոնյանը կարող է ասի ինչպիսի էներգիայի մասնիկներ են գրանցել, որը մենք չենք կարող երազել արագացուցիչների։ Շատ լավ, շնորհակալություն, այսքանով փորձենք ավարտենք եւ լսենք հարցերը։ Ովքեր հարցեր, համեցեք պարոն Բարխուդարյան։ Ինչքան լավ է, որ ես տեղ եմ նստած, դուք եք ձեր բարձրացնում։ Լսում եք։ Շնորհակալություն, դե տենց էլ ապազան պարոն ներկայացիա։ Հարցս հետևյալն է, դիտողական աստղադիտության հետ կապված, անցած տարիներին նկատվել էր օբյեկտ երկնակարերին վերաբերող, որոնք ոչ ստանդարտ տեսք ունեին ու նույնիսկ ոչ ստանդարտ վարկագից, ինչ որ արագացել էին արևին մոտենալուց ենթադրվում էր տաքացել են, գազեր էր եղել, թե ինչ էր, չեմ կարող ասեմ, գուցե այդ օբյեկտների, այսինքն փոքր օբյեկտների, փոքր երկնակարերի, որոնք այնքան փոքր չեն, որ կամայական տեսք ունենան, այլ պետք է ինչ-որ գնդաձևին մոտ տեսք ունենային, չնայած այդ չափսերին դեռ ինչ-որ տարօրինակ տեսք ունեն, նրանց ծագման հետ կապված հարց տամ ու հնարավորություն կունենանք երբևիցե ավելի տենց վերջնական պատասխան, օրինակ կոնկրետ այդ անունը չեմ հիշի երկնակարի հետ կապված ինֆորմացիա ու գիտական աղբյուրներում ունենալ, թե դա եթե իրանք հեռացան, արդեն կորած է ու հույս չենք ունենա ավելի շատ իրանց ուսումնասիրել։ Շնորհակալություն։ Ով կպատասխանի։ Պարոն Իսրայելյան, կարծում եմ ամենից մոտիկը դուք եք, հա, այս հարցին։ Այո, որովհետև այդ հայտնագործողների խումբը նաև մեր մոտ են դիտումներ արել այդ երկնակարերին եւ Հարվարդից հայտնի ֆիզիկոս կար, որ այդ պրոյեկտը առաջ էր տանում, իրեն գաղափարներ ասում էր դա այլմոլորակային տիեզերանավ է։ Ու շատ ուժեղ արգումենտներ էր բերում ու այնքան արգումենտներ էր, որ այդ իրեն հոդվածը տպվել էր Astrophysical Journal-ում եւ շատ մեծ աղմուկ բարձրացրեց, որտեվ ինքը շատ ուժ ֆիզիկոս էր իմիջայլոց, իրեն ռեյտինգը այնպեսի մարդ էր, որ դա սովորական ինչ որ մեկը ասեր, այդպես չէր նայվի, բայց ինքը շատ մեծ բան ունեցավ։ Հետո փորձեցին գումարներ հավաքեն, որ զոնդ ուղարկեն, զոնդ, եւ կարծեմ հավաքեցին մոտ 20-30 միլիոն դոլար փող հավաքեցին մասնավոր դոնորներից, որ զոնդ սարքեն, շտաբ ուղարկեն, հասնեն դրան, որ հետազոտեն եւ այլը։ Պրոյեկտը մահացավ, Netflix-ը նույնիսկ անցած տարի ուզում էր ֆիլմ նկարել դրա մասին, իմ հետ էին կապվել ֆիլմի դիրեկտորը, բայց հիմնականում 90%-ը քննադատությունը, որ եկավ աստղաֆիզիկայի աշխարհից, երկնակարի անդրադարձած լույսի ալբեդոյի հետազոտությունները, փոփոխությունները եւ այլը, ասեցին, որ չէ, դա տիեզերական արհեստական ծագում չունի, այնուամենայնիվ բնական երկնակար է, ճիշտ է, շատ տարօրինակ ձև ունի, շատ տարօրինակ բաներ են, բայց այնուամենայնիվ դա բնական
երևույթ է, բայց մեծ աղմուկ էր առանձնացրել, շատ մեծ աղմուկ ու Մի խոսքով սև մատերիա չկար այնտեղ, հա։ չէ, այդպես բան չկար, բայց պատկերացրեք, որ Netflix-ը անդրադառնար այդ թեմային ֆիլմի տեսքով։ Շատ լավ, շնորհակալություն, այլ հարցեր։ Համեցեք, պարոն Մելքոնյան։ Ես խնդրում եմ հարցը կարճ տալ։ Ուրեմն, քանի որ առիթը հանդիսացել է, ես կուզեի հարցս ուղղել եւ պարոն Ահարոնյանին, Վալերին Համբարյան եւ Գարիկին Իսրայելյան։ Հետաքրքիր հարց է, արդիական հարց է, թե ձեր կարծիքով յուրականի 2.6 մետրանոց դիտակով, մասնավորաբար Նեսմիտի ֆոկուսում, ինչ դիտողական աշխատանքներ կարելի է անել եւ ինչ խնդիրներ կարելի է այսօր դնել, որովհետեւ նախնական գնահատականները ցույց են տալիս, օրինակ էկզոմոլորակներից այ տեսանելի մեծությունները իրանց հաշվի առնելով, բարձրվում է, որ բավական մեծ քանակություն մենք կարող ենք ուսումնասիրել։ Խնդրեմ ձեր կարծիքը, շնորհակալություն։ Շնորհակալություն, բայց իմ մոտ տպավորությունն է, որ այդ հարցը կարելի էր մանրամասնել ու բավականին երկար քննարկել։ Ամեն դեպքում խնդրում եմ կարճ պատասխանել այն հեռանկարով, որ մենք դրա հետ կապված շատ ավելի երկար կարող ենք զրուցել, եւ դա շատ կարեւոր հարց է եւ իր պատասխանել։ Նախնական հաշվարկներ կան, որ հնարավոր է։ Շատ լավ, չգիտեմ, բայց այդ 2.6-ը աշխատում է, թե չի աշխատում։ Հնարավոր է, ես հետաքրվել եմ, հնարավոր է աշխատացնել, ոնց որ Իսրայելյանը ասեց, ճիշտ ինժեներական Շատ լավ, շնորհակալություն, պարոն Ահարոնյան, ձեր կարծիքը։ Շատ սպეციფიկ խնդիրներ, օրինակ, ինչքան էլ ասեն փոքր տելեսկոպները, կան մեծ Չի լսվում։ Միացրիք, հա։ շատ լուրջ խնդիրներ լուծման համար, բյուրականը 2.6-ը կան աշխարհում շատ այդ տիպի տելեսկոպներ, ուղղակի սպეციფიկ խնդիրներ կան, օրինակ բռնկումներ են լինում, որ դուք չեք կարող այդ անմիջապես 30 մետրանոց տելեսկոպի պրոգրաման փոխել, որ ինքը նայի այդ բռնկմանը։ Եվ պետք է չէ հզորության տելեսկոպ, 2.6-ը իդեալական է, որպեսզի մասնակցի տարբեր տիպի, նույնիսկ մարդիկ Աբաստումանում տելեսկոպ են գնել 60 սանտիմետրով, շատ ավելի ակտիվ են տպվում տարբեր խմբերի հետ, որտեղ այնց բռնկում է լինում, իրանք նայում են։ 2.6-ը շատ վատ է օգտագործվել, շատ վատ է օգտագործվում կամ էլ չի օգտագործվում, եւ միակ բանը 2.6-ի վտանգը, ես որ տեսնում եմ նա է, որ բյուրականի աստղայտարանը justification Հարացում։ ապասնոյց Հիմնավորում է նրանով այդ 2.6 տելեսկոպով։ Դա պետքա իրարից տարբերել, դա մի փոքրիկ խումբ կարող է դա դիտումներն անի եւ պետք չէ որ մի ամբողջ օբսերվատորիա հետևից գնա։ Իսկ դրապես իհարկե լավ տելեսկոպ է, այնտեղ ուրիշ տելեսկոպ կա, Շմիդտի տելեսկոպը կա, դրանք կարելի աշխատացնել, բայց սպეციფიկ խնդիրների վրա, ոչ թե ինչ-որ գլոբալ բաներ անել։ Շնորհակալություն, պարոն Իսրայելյան, ձեր կարծիքը։ Խնդրում եմ կարճ։ Այո, ես այդ օրինակը SDSS-ի դրա համար բերեցի էլի միջայլից, որովհետև դա մի դիտական ընդհանրեն է ու ոչ մեկի հետ ինքը չի խառնված, ոչ մեկի հետ ինքը կոլաբորացիա չունի։ Այդ մի դիտակը։ Հապ գուցե մենք առաջարկենք ինչ-որ հետազոտությունների ուղղություն։ Համենայն դեպս մեզանից դա է հասնում, գուցե նորից մի անգամ հավաքվենք, ասենք ոչ այսպես մեծ աուդիտորիայով, այլ 15 տարի առաջ Եվ հստակ ասենք, թե ինչ կարելի է անել ներկա պայմաններում, հա։ Վերջի վերջո դա մեր համար մեծ ցավ է։ Խնդրեմ պարոն Իսրայելյան, կներեք, որ ընդհատում եմ։ Ես Միշել Մայորի հետ պրոյեկտ եմ առաջարկել սրանից 12 տարի առաջ 2.6-ի հետ կապված, որ էկզոմոլորակների սպեկտրոսկոպիկ հետազոտություններ, սպեկտրոգրաֆ Ֆրանսիայում նորացնել Էլոդին, բերել, տեղադրել եւ այլ, այդ բոլոր մենք նայեցինք բավական, մոտ 6 ամիս մի տարի այդ պրոյեկտի վրա էինք աշխատում։ Մի խնդրի եկանք, շատ կարևոր խնդրի, երկու խնդրի եկանք։ Մեկը, որ նույնիսկ եթե սպեկտրոգրաֆը այնտեղ աշխատի, մեզ պետք են լավ ինժեներներ, որ կարողանան սպասարկեն գործիքը։ Մեկ եւ երկրորդը դիտակի 90% ժամանակը պետք է գնար հատուկ ծրագրի վրա։ Այսինքն աստղագետները
ուրիշ գործ այդ դիտակով չեն կարող անել, միայն այն խումբը, որոնք զբաղվում են այդ մոլորակների հետազոտությամբ, իրենք պետք է զբաղվեն։ Եթե տարեկան 10-20 գիշեր պետք է դիտի դիտակը, դա իմաստ չունի։ Հիմա մեր մոտ կանարյան կղզիներում դիտակ կա 3.5 մետրանոց իտալական Գալիլեո դիտակը, որի 80%-ը ժամանակի գնում է միայն էկզոպլանետաների վրա։ 15 միլիոն եվրո ազդեցությամբ գնով սպեկտրոգրաֆ են տեղադրել, հարփսնորթը, դրանք միայն հատուկ պրոյեկտներ են, որ դիտակի մեծ ժամանակը դրա վրա է գնալու, իսկ դա հնարավոր է թե չէ, դա քաղաքական հարցահաստատիտարանի ներսում հենց։ Պետք է իրենք Պարոն Համբարյան, համեցեք։ Ես իհարկե սիրով կպատասխանեմ Մելքոնյան Աշոտի հարցին։ Իհարկե կարելի է Աշոտ, անպայման, եւ առաջարկել ենք։ Օրինակ, մեկ օրինակ ես կարող եմ ասել։ Այսօր հայտարարված, ասենք, դիտումները, օրինակ XMM-ով, հայտնի է որ ժամին որ օբյեկտ է։ Ես առաջարկում էի սինխրոն դիտել օպտիկայում մեր, օրինակ, Շմիդ տելեսկոպով կամ 2.6-ի միջոցով սպեկտրերը ստանալ։ Մեկ տարի հետո, ինչպես Ահարոնյանը նշեց, լրիվ բաց է այդ տվյալները եւ դուք կունենաք շատ հանգարժեք նյութ սինխրոն դիտված օպտիկա գումարած ռենտգենյան մասը, որը հազվադեպ է լինում։ Այնպես որ լիք պրոյեկտներ կա, որոնք հնարավոր կլինի կատարել։ Շատ լավ, ես հասկանում եմ, որ այդ խնդիրը այսպես պանելային քննարկման ժամանակ չեն կարող լուծել, բայց պարոն Սահարյան, դուք ունեք բան ասելու։ Բայց ես կուզենայի, գիտեք ինչ, այսպես չի, որ ասենք ինչ-որ մարդիկ միայն բյուրականում պետք է որոշեն աստղաֆիզիկայի եւ մասնավորապես բյուրականի աստղադիտարանի հեռանկարը, դուք բոլորդ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ եք եւ պարտավոր եք ինչ-որ կերպ նաեւ մասնակցել խնդիրների ձևավորմանը։ Ես խնդրում եմ չհրաժարվել հետայսու նման պատասխանատվությունից։ Համեցեք պարոն Ահարյանը։ 12 տարի առաջ կոմիտե էր միջազգային, շատ լուրջ կոմիտե էր, որը որ քննարկում էր ապագան բյուրականի։ Այդ որ ասում եք մասնակցել։ Դա նույնիսկ օֆիցիալ 3-4 օր անդադ նստած գրում էին։ Շատ հետաքրքիր բացել տեսնել թե ինչեր էին գրված։ Դա ընդհանրապես դրվեց մի կողմ, արվեց 170 աշճան հակառակը ինչ որ առաջարկում էր։ Շատ լավ, եկեք չնեղանանք։ Չէ, նեղանալ չէ, ոնց եք դուք դա պատկերացնում։ Նստենք, ես ասեմ դա Շատ բարձ, նույնիսկ եթե խնդիրը բերվել է, թե ոնց են պատկերացնում, խնդրեմ պարոն Բարխուդարյանն էլ այստեղ է, պատասխանատվությունը մենք կվերցնենք մեր վրա եւ ձեր առաջարկները կներկայացնենք անպատասխան ձևով։ Ո մենակ չեն որոշելու այդ կարևորագույն հարցերը։ Այդպես չի։ Հնարավոր կլինի միայն գիտության մասին նոր օրենքի ընդունումից հետո։ Նոր օրենքն է, հինն է, այսօր ասում են ընդունում են, միշտ էլ հնարավոր է։ Ուրիշ հարցեր խնդրեմ, կան ուրիշ հարցեր։ Աստղադիտարանում ասել, որ սա պիտի կատարեք։ Լավ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել, ես կարծում եմ, որ մեր քննարկումը այնուամենայնիվ բավականին արդյունավետ էր։ Ես կարծում եմ նաև, որ մի փոքր ջանք գործադրելու դեպքում այս նույն խմբով մենք կարող ենք էլի հանդիպել մասնավոր զրույցների միջոցով, գուցե ճիշտ կլինի, որ համալսարանը այնուամենայնիվ իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը, միավորելու մեր բարձր մակարդակի պրոֆեսիոնալներին, որոնց հետ մենք այսօր հանդիպեցինք, եւ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նրանց մասնակցության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։